Երկու եղբայրը ինձ պատմեցին, որ երբ նրանք մեծ հաջողություն են գրանցել այդ գործում, նրանց զանգահարել է ոմն մի անձնավորություն եւ նշել է, որ Սեդրակ Քոչարյանը ուզում է նրանց հետ հանդիպի։ Նրանք ասում են, խնդիր չկա, հանդիպել են Արցախից մազապուրտ եղած Սեդրակ Քոչարյանին եւ Սեդրակ Քոչարյանը նրանց առաջարկել է, որ նրանք հրաժարվեն այդ գործից եւ ուրիշ գործով զբաղվեն։ Այս մարդիկ նշել են, որ իրենք ոչ մի օրենք չեն խախտում, ամեն ինչ օրենքի սահմաններում են արել, հասել են մի գործունեության, որ արդեն պետքա գոնե եկամուտ ստանան այդ տարիների իրենց աշխատանքի հետ կապված, բայց Սեդրակ Քոչարյանը նրանց ասել է, որ այդ գործի հետ կապ չունեն։ Բնականաբար այս մարդիկ չեն համաձայնել այդ առաջարկին եւ մի քանի օր հետո այդ երիտասարդներից մի եղբորը զանգահարել են Մանվել Գրիգորյանի անունից եւ պահանջել են, որ հանդիպեն։ Ես նշեմ սիրելի հայրենակիցներ, բոլորդ էլ գիտեք, թե Մանվել Գրիգորյան կոչված է ինքը ով է, ինչ է այնց ներկայացել։ Նա 1999 թվականի հոկտեմբերի 28-ից հետո, երբ տեղի ունեցավ ահաբեկչություն, նա դավաճանեց իր ընկերոջը Վազգեն Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանի կողմից ստացավ գեներալի կոչում եւ դարձավ Ռոբերտ Քոչարյանի տուզիկը, այսպես նշեմ, այնուհետև Սերժիկ Սարգսյանի կառավարման տարիներին հանրապետական կուսակցության անդամ դարձավ եւ դարձավ ուղղակի կուսակցական տասովչիկ, իսկ վերջում վերածվեց Տուշոնկա Մանվելի ուղղակի, բայց քանի որ նա այլևս լքել է երկրային թագավորությունը եւ երկնքում է, իր հետ կապված ապագայում հաղորդում կանենք եւ սահմանափակվենք այսքանով եւ զանգահարում են, պահանջում են, որ հանդիպի։ Այս մարդը հանդիպում է Մանվել Գրիգորյանի հետ եւ Մանվել Գրիգորյանը ուղղակի ել չէ ասում, որ հրաժարվի այդ բիզնեսից այս կողմ այն կողմ, քանի որ արդեն Սեդրակը վազել էր հոր մոտ եւ հերը Ռոբերտ Քոչարյանը զանգել էր եւ հրահանգել էր ուղղակի այդ Մանվել Գրիգորյանին եւ իր հանցավոր խմբին, որպեսզի նման գործունեություն իրականացնեին։ Մանվել Գրիգորյանը ուղղակի հրահանգում է եւ Սեդրակ Քոչարյանի հետ այս Մանվել Գրիգորյանը, Տուշոնկա Մանվելը այս երիտասարդի վզին ջնջին են գցում եւ մի քանի օր պահում են պատվալում եւ այդ մի քանի օրվա ընթացքում ժամանակ են տալիս, որպեսզի մի եղբայրը գա եւ այդ բիզնեսից հրաժարվի, թղթերը ստորագրի եւ այս մարդիկ թողում ու 2005-6 թվականներին արտագաղթում են Հայաստանի Հանրապետությունից, այսօր նրանք գտնվում են Կիպրոսում, այնտեղ են ապրում, իրենց բիզնեսը Կիպրոսում